Ապագա պարեկների ծառայությունը սկսվում է ոչ միայն ընդունելության քննություններից, այլև գիտակցված որոշումից ու առաքելության ճիշտ ընկալումից։ Հունվարի 23-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պարեկային ծառայության վարչական համալիրում հյուրընկալել է դիմորդներին ու ծառայության գործունեությամբ հետաքրքրված երիտասարդներին։ Վստահիր քեզ միացիր մեզ խորագրով իրազեկման արշավի շրջանակում անցկացված հանդիպման առանցքում ծառայության գործառնական էության ներկայացումներ։ Նպատակը պարեկային ծառայողի պատասխանատվության շրջանակը երիտասարդների շրջանում առավել տեսանելի դարձնելն էր, միաժամանակ ձևավորելով հստակ ու արժանահավատ պատկերացում իրականացվող բարեփոխումների ու ծառայության բովանդակային առանձնահատկությունների վերաբերյալ։ Սա հերթական աշխատանք դիտարկել չի կարելի, որովհետև հանրային անվտանգության կարևոր ֆունկցիայի հետ գործ ունենք եւ այս տեսանկյունից կարևոր է, որ ընկալումն էլ ճիշտ լինի։ Այստեղ նաև մենք խնդիր ունենք օբյեկտիվության, անաչառության, ինչով է կարևոր լինել օբյեկտիվ, ինչքանով է կարևոր լինել անաչառ բոլոր process-ներում, որովհետև դուք ներկայացնում եք Հայաստանի Հանրապետություն, իսկ Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալը պիտի ենթադրի գերօբյեկտիվություն, գերանաչառություն եւ այստեղ չպիտի լինեն յուրայիններ կամ ոչ յուրայիններ։ Եթե հարցեր կան, որոնք որ դեռևս չճշգրտված են, հարցեր կան, որ դեռևս անհանգստացնող են, այս փուլում ավելի լավ է ստանալ այդ հարցերի պատասխանները եւ վստահ լինել, որ դուք ճիշտ եք շարունակում ճանապարհը։ Ինչպիսին է պարեկային ծառայությունը ներսից, ինչ է կատարվում ծառայության կուլիսներում եւ ինչ է սպասվում ապագա պարեկներին։ Ներքին գործերի նախարարի եւ երիտասարդների հանդիպումը շարունակվել է շրջայցով ու անմիջական բաց երկխոսությամբ։ Երիտասարդները հնարավորություն են ունեցել շրջելու պարեկային ծառայության վարչական համալիրում, ծանոթանալու ծառայության նյութատեխնիկական բազային, ավտոպարկին, շենքային պայմաններին ու աշխատանքային հարմարություններին։ Առանձին դեպքերի օրինակով նրանց է ներկայացվել յուրաքանչյուր սարքավորման ու տեխնիկական միջոցի կիրառման անհրաժեշտությունն ու արդյունավետությունը։ Շրջայցի ընթացքում երիտասարդները ներկայ են եղել նաև վերապատրաստման դասընթացի, ինչը ճանաչողական այցը փորձի փոխանակման վերածելու բացառիկ հնարավորություն էր։ Հաջորդ կանգառը հրաձգարանն էր։ Երիտասարդները ծանոթացել են զենքից օգտվելու անվտանգության կանոններին ու սպառազինության տեխնիկական բնութագրերին, հետևել կրակային պատրաստության ընթացքին։ Իսկ մարզասրահում նրանք ականատես են եղել, որ ֆիզիկական պատրաստվածությունն ու մարզական կեցվածքը ծառայության անբաժանելի մաս են, ինչը փաստում է, որ պարեկի աշխատանքը պահանջում է թե մտավոր, թե ֆիզիկական կատարելագործում։ Շրջայցն ավարտվեց օպերատիվ կառավարման կենտրոնում, որտեղ երիտասարդները ծանոթացան ծառայության ամբողջական շղթային, մասնավորապես թե ինչպես է քաղաքացու ահազանգը վերածվում հստակ առաջադրանքի եւ օպերատիվ կերպով փոխանցվում կարգախմբերին։ Հանդիպումը համակարգին ծանոթանալու եւ իրավապահի պատասխանատվությունը պատշաճ ընկալելու գործնական հնարավորություն էր։ Այն վերստին փաստեց, որ պարեկային ծառայողի ուղին սկսվում է գիտակցված որոշումից եւ միտված է բացառապես հանրային անվտանգության ապահովմանը։